Բարև ձեզ բարեկամներ։ Մեկ շաբաթյա դադարից հետո նորից ներկայանում եմ ձեզ։ Այսօր անակնկալ եթեր է լինելու, անակնկալ թե բովանդակության, թե ձևաչափի եւ թե ընտրված թեմայի առումով։ Այս անգամ մենակ չեմ բարեկամներ։ Քննարկումը շատ երկար է, շատ կարևոր եւ շատ ծանր է։ Իհարկե խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է եւ մեզ անհանգստացնող հարցերից մեկի պատասխանի մասին, թե ինչ անել։ 90 թվականի հռչակագրին հղում անել նշանակում է հրաժարվել իրավահաջորդությունից։ Ազգայնականությունը դա վատ է թե լավ է։ Ես կարճ ասում եմ մի բան, օրինակ պետական լեզուն հայերենն է։ Սա սակարկման ենթակա բան չի։ Պատերազմ վարելու իրավունքից չի հրաժարվում։ Այո։ Հանրապետությունը բայց ում վրա են հույսները դնում, էլի այդ դեպքում։ ձեր բարոյականությունը, որ մեզ քարոզել եք, սպասում ենք ձեզանից նաև։ Բա հետևանքը ո՞րն է աշխատում։ Ենթադրենք մեկը մի տաղանդ ունի։ Պարկի տունը ժառանգությունը վայելի ինքը սահմանադրություն է խախտում։ եւ չկա ինչ որ ընդհանուր ստանդարտ, որ այդ բոլորը պիտի այս ստանդարտով ապրեն։ Եթե հղում արվեր 18 թվականին, կստացվեր պետականության շարունակություն։ Մեր համն ու հոտը հասկանանք, հետո աշխարհը մեզ կսիրի, հաստատ կսիրի։ Զինվեք համբերությամբ բարեկամներ, դիտեք մինչև վերջ եւ ամենակարևորը, խնդրում եմ, գրեք ձեր կարծիքը։ Իսկ թե որքանով է կարևոր ձեր կարծիքը, ձեր դիրքորոշումը կհասկանաք եթերից հետո։ Իսկ հիմա բոլորիդ հրավիրում եմ ներս։ Հիմնադիր զավակներ նախաձեռնության շրջանակներում այսօր կսկսենք քննարկել աշխարհի տարբեր սահմանադրությունների նախաբանները, իսկ ավելի ճիշտ է ասել պրեամբուլաները։ Քննարկմանը կմասնակցեն Հարություն Մանուկյանը, պրոդյուսեր, Վարդան Դաբաղյանը, բժիշկ պաթոլոգ, Խաչիկ Օհանյանը, ինժեներ ծրագրավորող եւ Սարգիս Մովսիսյանը, միջազգային հարաբերությունների մասնագետ։ Այսօր շատ է խոսվում սահմանադրության մասին, սահմանադրությունը փոփոխելու մասին, շատ են խոսում ազգայնականության մասին, շատ են խոսում, որ կրոնը չի ողջունվում քաղաքակիրթ աշխարհի կողմից, հավատքը ընդհանրապես ազգային արժեքների մասին։ Այսօր հավաքվել ենք ու վերցրել ենք մի քանի սահմանադրությունների նախաբաններ, նախաբան չի կարելի ասել, պրեամբուլա, որովհետև նախաբանը լրիվ ուրիշ բան է։ Կարդալու ենք բոլոր այդ նախաբանները ու մեկնաբանելու ենք, ասելու ենք այնտեղ ինչա լինելու։ Սկսելու ենք Թուրքիա, Իտալիա, չեմ ուզում թվարկեմ, հիմա խոսքը փոխանցում թվարկենք, հա? Ճապոնիա, Հայաստանի Հանրապետություն, Հունաստան, քննարկել ենք Իտալիա։ Եվ այս սահմանադրություններում կա յուրահատկություն, առանձնահատկություն, որը կարելի է որ մեր ժողովուրդն իմանա։ Այս ինչ մենք խոսում ենք, մեր ուզածը չի։ Մենք ընդհանրապես ներկայացնում ենք, թե աշխարհում ինչ կա, չկա։ Նորից եմ էլի ուզում շեշտեմ, շատ են խոսում, շատ են խոսում, որ զարգացած երկրները, այսինքն Եվրոպան, Ամերիկան, որ կա, որ ազգայնականությունը, նացիոնալիզմը, ռուսերեն ավելի շատ լավ է հնչում, էլի, նացիոնալիզմը դրժում են, չեն ընդունում։ Այն երկիրը, որ նացիոնալիզմն է որդեգրել, չեն ընդունում իրանց բան շարքեր, որ դավանում է կրոնա բանանում, քարոզում, չեն ընդունում դրան։ Այ հիմա սրա շուրջ ուզում եմ, որ նաև խոսանք, էլի, սկսում ենք Ումից ենք սկսում։ Թուրքիան, հա։ Թուրքիա։ Իրան սկսենք, Ռուսիաց թեման։ Ժամանակակից Թուրքիան ձևավորվել է Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում, որին նպաստել է 1918 թվականին առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը։ Առաջին անգամ որպես հանրապետություն Թուրքիան հռչակվել է 1929 թվականի հոկտեմբերի 29-ին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից։ 1949 թվականից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ։ ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից։ 1999 թվականից մինչ օրս Եվրամիության անդամակցության պաշտոնական թեկնածու է։ Թուրքիան հանրապետություն է հիմնված եւ հռչակված ազգայնականության եւ թուրք ազգի ինքնիշխանության վրա։ 2017-ին է իմիջիայլոց ընդունվել վերջին սահմանադրությունը, օրինակ եմ բերում ու կարդում եմ, որովհետև համ իմ սիրած թեման է այս թեման, համ էլ այստեղ քարոզվում է ազգայնականությունը, հենց սահմանադրության մեջ, սահմանադրության հենց սկզբում, այսինքն թվում է թե հակասող իրար բաներ են, չէ՞, հեսա ասեմ, էլի, հակասող բաներ են, էլի, նացիոնալիզմ, միշտ այդ ուզում եմ ասեմ, որովհետև ռուսերեն ավելի լավ է հնչում, չեմ բանանում, կարդում եմ, հետո գնացինք։ Սկիզբը, ամենասկիզբը։ Համաձայն ազգայնականության հայեցակարգի եւ Թուրքիայի հանրապետության հիմնադիր
անմահ առաջնորդ եւ անգերազանցելի հերոս Աթաթուրքի կողմից հռչակված ձևերի եւ սկզբունքների այս սահմանադրությունը, որը հաստատում է թուրքական ազգի եւ հայրենիքի հավերժական գոյությունը եւ թուրքական պետության անբաժանելի միասնությունը ներառում է։ Այս սկիզբն է, հա։ Մի անգամ իստեղ բան ենք անդրադառնում ենք ազգայնականությանը, հենց երկրորդ բառը համաձայն ազգայնականության, նացիոնալիզմի, ինչի մասին է խոսքը գնում, էլի։ Այսինքն թուրք ազգի նացիոնալիզմի մասին է խոսքը գնում։ Ինչ արել Աթաթուրքը, ինչի են իրան այդքան տենց հերոսացնում, այդ բաց ենք թողնում, թեպետ շատ հետաքրքիր թեմա է, այսինքն պատմական ակնարկումն այսօրվանը չի։ Գալիս եմ իջնում եմ մի պարբերություն ներքև, կարդամ ու մեկնաբանեմ, էլի։ Ազգի կամքի բացարձակ գերակայության եւ այն փաստի ըմբռնման մասին, որ իշխանությունն ամբողջությամբ եւ անվերապահորեն պատկանում է թուրք ազգին, ուշադրություն դարձրեք, էլի, ամբողջությամբ եւ անվերապահորեն պատկանում է թուրք ազգին, Թուրքիայի տարածքում միայն թուրքեր չեն ապրում։ Գիտենք, չէ՞ ովքեր են ապրում, միայն թուրք ազգին, եւ որ ազգի անունից այս ինքնիշխանությունն իրականացնելու լիազորված ոչ մի անձ կամ մարմին չպետք է դուրս գա լիբերալ ժողովրդավարության եւ դրա պահանջների համապատասխան հաստատված իրավական կարգի շրջանակներից։ Այսինքն հենց երկրորդ պարբերության մեջ ասում է, որ պետությունն է Թուրքիան, հա, եւ թուրք ազգն է։ Այսինքն մի բան, տեսեք, մենք նոր մեր հիմիկվա սահմանադրության պրեամբուլային ինչ ասում, հայ ժողովուրդը։ Ահա։ Ինչ ասում Թուրքիայի սահմանադրությունը։ Թուրք ազգը։ Թուրք ազգը։ Մենք ասում ենք հայ ժողովուրդը, նա ասում է թուրք ազգը, եւ մեզանում էլ քննարկում կա, չէ՞ թե ազգ, ժողովուրդ եւ այլն, համենայն դեպս իմանանք ինչա գրած մարդկանց սահմանադրությունում։ Ուրեմն տեսեք, այդ ինչի պիտի ճանաչենք, որովհետեւ ես հիմա 90, եթե չեմ սխալվում 97 թվական Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն է, եթե քիչ ճշգրիտ չի, բայց էս է հայտարարությունը։ Ուշադիր։ Ազգային Լևոն Տեր-Պետրոսյան հիմնադիր նախագահ, ազգային գաղափարախոսություն կոչվածը Թուրքիայի մոտ դա պետական գաղափարախոսությունն է, սահմանադրության պրեամբուլայում ամրագրված։ Բայց ինչ է ասում մեր նախագահը հիմնադիր, ասում ազգային գաղափարախոսություն կոչվածը բացարձակապես կեղծ կատեգորիա է։ Գաղափարախոսությունը միշտ լինում է կամ լիբերալ, կամ սոցիալիստական, կամ կոմունիստական, կամ ֆաշիստական եւ այլն։ Ազգային գաղափարախոսություն ասվածը նշանակում է միայն մեկ բան՝ շովինիզմ։ Էլի չեմ ասում մենք ազգային գաղափարախոսություն բերենք մտցնենք սահմանադրություն։ Ես ընդամենը ասում եմ, եկեք լինենք տեղեկացված, որպեսզի նախագահների մակարդակով մինչև ամենահասարակ նորմալ մարդը։ Այս սահմանադրության պրեամբուլան կարդալու կարևորագույն բանն ինչ էր, որ Թուրքիան այսօր հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, չէ՞։ Թուրքիան այսօր թե առևտրային, թե գործընկերային հարաբերություններն ու Եվրոպայի հետ, ամբողջ աշխարհի հետ, ու այս սահմանադրությունը, որը ամենասկզբից ասում է, որ մենք մնում ենք Աթաթուրքի կողմից հռչակված ազգայնականության ուղեցրի վրա, չի խանգարում Իրան ու մնացածն էլ չեն կաշկանդվում Թուրքիայի հետ հարաբերվելու։ Ազգայնականությունը ուզում են, որ վատ ձևով ներկայացնեն, ազգայնականությունը վատ բան չի։ Ազգայնականությունը ո՞նցն է։ Կրոնն է, հավատքն է, քո ադատներն են, ազգային արժեքներն են, ժողովրդական հեքիաթներն են, նաև մնացածը չեմ ասում պետականաշինության, ես ժողովրդին եմ հարեր ասում, էլի, ասում են ֆաշիզմ։ Պատկերացեցիք, ես հիմա ֆաշիզմը չեմ արդարացնում ու բերում մտցնում դրա տակ, է։ Ֆաշիզմը առաջացել է դրանից, եկել է նույն Մուսոլինի, նույն Հիտլերը, Վերսալյան պայմանագրի շատ եմ հիմա մի քիչ առաջ գնում ու շատ եմ պատմական բաների մեջ բերում, չարդարացնելով իրանց։ Թուրքիայի պրեամբուլան, մի խոսքով, չեմ շարունակում, ստեղ կրոնի մասին էլ կա, բայց կրոնի մասին չեմ խոսա այսօր, էլ այսօր Հայկը կրոնի մասին կխոսա։ Թուրքիայից էլի քանի առիթ ա եկել մի բան էլ ասեմ, ուրեմն Թուրքիայի սահմանադրությունը Օսմանյան կայսրության ժամանակ առաջի սահմանադրությունը գրվել, այն ժամանակ Թուրքիա չի կոչվել, բոլորին ոնց որ հիմա ասում են թուրք ազգ, այսինքն դա Թուրքիայի ժողովուրդն է, այն ժամանակ էլ օսմանցի ազգ, հա, այն ժամանակ էլ տենց եղավ։ Մի խոսքով, հետո 24 թվականին կարծեմ, հետո 62 թվականին, մի խոսքով, հետո ուստեղ ռազմական հեղաշրջում 70 թե 71 թվականին, հետո էլի ռազմական հեղաշրջում 82 թվականին, ու ամեն անգամ այս սահմանադրությունները sense փոխվելով եկել է։ Ու այս ամբողջ տարբեր ռեժիմների ազդեցության տակ չի կոչվի առաջի հանրապետություն, երկրորդ հանրապետություն, երրորդ հանրապետություն։ Սահմանադրությունները գլխի վայր փոխվել, բայց դա այնպես չի եղել, որ առաջի, երկրորդ, երրորդ հանրապետություն։ Այս մի օրգանական է շարունակություն էլ կա, այս իրավահաջորդության սկզբունքն էլ կա, որ
պարտադիր է մենք հասկանանք, էլի, չնայած իրանք սկսում են Աթաթուրքից որպես անկախության պատերազմ։ Այդ ուրիշ պատմություն է, դրա համար չենք բանալու։ Դա արդեն ուրիշ պատմություն։ Համենայնպես եկեք էս էլ հասկանանք, որ ժողովուրդը շարունակականությունը այլոց մոտ, չգիտես ինչի ավանդույթ է, նրանք sense շատ պին դետի պահում են, որովհետև դրանից իրենց ինստիտուցիոնալիզմն է բխում պետական եւ ազգային, քաղաքական ազգային։ Մեր պարագայում ասենք միշտ սկսում ենք զրոյական կետից։ Ով է հաջորդը։ Okay, ես Ճապոնիան ներկայացնեմ։ Պետական կառուցվածքի ձևաչափով Ճապոնիան ապակենտրոնացված ունիտար պետություն է, քաղաքական առումով ժողովրդավարական։ Լինելով մեծ տնտեսական տերություն, 2023 թվականի դրությամբ Ճապոնիան զբաղեցնում է 4-րդ տեղն աշխարհում ՀՆԱ-ի ցուցանիշով։ Ճապոնիան մեծ յոթնյակի եւ Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն անդամ երկրների շարքում է, նաեւ պարբերաբար ընտրվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Մեր քաղաքական խոսույթում շատ է շրջանառվում խաղաղությունը, խաղաղության մասին փաստաթուղթ ընդունելը։ Հիմա ձեզ ներկայացնեմ Ճապոնիայի սահմանադրությունը, որը թերևս անգերազանցելի է որպես խաղաղության մասին փաստաթուղթ։ Հրապարակվել է 1946 թվականի նոյեմբերի 3-ին, ուժի մեջ է մտել 1947 թվականի մայիսի 3-ին։ Մենք ճապոնացի ժողովուրդը գործելով մեր օրինական ընտրված ներկայացուցիչների միջոցով ազգային դիետում վճռել ենք մեզ եւ մեր սերունդների համար ապահովել խաղաղ համագործակցության պտուղներ բոլոր ժողովուրդների հետ, ինչպես նաեւ ազատության բարիքներ ամբողջ մեր երկրում։ Մենք վճռական ենք, որ այլևս երբեք մեր կառավարությունը մեզ չի տանի պատերազմի սարսափներին։ Այդ նպատակով մենք հռչակում ենք, որ գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ հաստատում ենք սույն սահմանադրությունը։ Մի երկու հատված է կարդամ պրեամբուլայից, ամբողջը երկար է, էլի։ Մենք ճապոնացի ժողովուրդս մշտական խաղաղություն ենք ցանկանում եւ խորապես գիտակցում ենք մարդկային հարաբերությունները կարգավորող բարձրագույն իդեալները։ Մենք վճռել ենք պահպանել մեր անվտանգությունն ու գոյությունը, վստահելով աշխարհի խաղաղասեր ժողովուրդների արդարությանն ու ազնվությանը։ Մեր ցանկությունն է պատվավոր տեղ զբաղեցնել միջազգային հանրության շրջանում, որը ձգտում է խաղաղության պահպանմանը, աշխարհից բռնակալության ու ստրկության, ճնշման ու անհանդուրժողականության հավիտյան արմատախիլ անելու։ Եկե վերջի հատվածը կարդամ։ Մենք ճապոնացի ժողովուրդս մեր ազգային պատվի երաշխիքով հանձն ենք առնում իրագործել այս բարձր իդեալներն ու նպատակները, գործադրելով մեր բոլոր միջոցները։ Ազգային պատվի երաշխիքով։ Սա ճիշտ ասած թարգմանելուց մի քիչ խաղացել եմ, որովհետև բառացի ուրիշ ձև էր, ոնց որ բառացի ստացվում էր մեր ազգային պատիվը գրավ ենք դնում այս գործը գլուխ վերելու համար, էլի։ Սամուրայական բան։ Հայերենով չէր հնչում։ Որպես երաշխիք։ Դրա համար ես այսպես եմ թարգմանել։ Բայց ամենակարևոր կետին էլի, ամենակարևորին անց։ Հիմա անցնենք 9-րդ հոդվածին, որովհետև դա առանցքային է, հետո բացենք, խոսենք, քննարկենք։ Հոդված 9։ Ճապոնացի ժողովուրդը ազնվորեն ձգտելով արդարության եւ կարգոկանոնի վրա հիմնված միջազգային խաղաղության, հավիտյան հրաժարվում է պատերազմից, որպես ազգի ինքնիշխան իրավունք, ինչպես նաեւ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից որպես միջազգային վեճերի կարգավորման միջոց։ Վերոհիշյալ նպատակի իրագործման համար երբեք չեն ստեղծվի կամ պահպանվի ցամաքային, ծովային եւ օդային ռազմական ուժեր կամ որևէ այլ ռազմական ներուժ։ Պետությունը չի ճանաչում պատերազմ վարելու իրավունքը։ Եկանք։ Ես առաջարկում եմ երկու տեսանկյունից էլի նայենք, մի հատ հերմենևտիկայի տեսանկյունից նայենք, ինչ տեքստ են հռչակել։ Հետո անցնենք ռեալ պոլիտիկից, տեսնենք ինչ կա հողի Թե վրա, մի անգամ էլի։ ռեալ պոլիտիկից խոսանք, էլի։ Ինչ կլինի։ Այ հերմենևտիկայից ասա, էլի։ Լավ։ Հերմենևտիկայից մի փոքր ասեմ։ Այս նախաբանն ու 9-րդ հոդվածը առհասարակ սահմանադրական իրավունքի տեսանկյունից նա բացառիկ է աշխարհի սահմանադրական իրավունքի տեսանկյունից ինչ է ստացվում։ Ճապոնիան միակ երկիրն է, որի սահմանադրության մեջ հավիտյան հրաժարվում է պատերազմից, որպես ինքնիշխանության իրացման միջոց։ Այսինքն կամովին սահմանափակում է սեփական սուվերենության ռազմական բաղադրիչը։ Այսպիսի բան չկա, նույնիսկ Գերմանիան կապիտուլյացիայից հետո նա նշում է, որ սահմանադրության մեջ կետով ամրագրում է, որ երբեք հարձակման համար բանակ չի օգտագործի, բայց չի հրաժարվում նույնիսկ ինքնապաշտպանության համար։ Պատերազմ վարելու իրավունքից չի հրաժարվում, հա։ Այո։
Սա հարցակման համար էլի չի օգտագործվի։ Հենց այդ առումով եմ ասում, սա բացառիկ։ Այսինքն ստեղ նույնիսկ նշում է որ բանակ չի ունենալու։ Այո։ Հիմա դրան Եվ նշում է որ միջազգային հարաբերություններում, այո, այսինքն եթե միջազգային հարաբերությունը հասել է նրան, որ հարցը պիտի լուծվի պատերազմով, օրինակ ագրեսիա կա իր վրա։ Ինքը նույնիսկ դրանից հրաժարվում է։ Դեպքում Այո։ ինքնապաշտպանության իրավունքից հրաժարվում է։ ասեմ ավելին, այդ կետը, որ ասում է ինչպես նաև ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից որպես միջազգային վեճերի կարգավորման միջոց, այստեղ արդեն ուժի կիրառման սպառնալիքն է նույնիսկ մերժում, սա չափազանցած չենք լինի, որ ասենք նույնիսկ ՄԱԿ-ի կանոնադրությունից է անցնում, որտեղ նա առհասարակ որևէ ագրեսիվ գործողություն բացառում է, ռազմական ու ագրեսիվ գործողություն։ Նման կերպ բայց Իտալիայի սահմանադրությունն էլ ունի, որ ասում է մենք հրաժարվում ենք միջազգային վեճերը լուծելու համար պատերազմի իրավունք։ Պատերազմը ուրիշ է, ինք պաշտպանվելը լրիվ ուրիշ է, Ու այսինքն միջազգային ագրեսիայից հրաժարվում է, բայց որ գանքով վրա կա Իտալիայի մոդել կա այդ տեսակ, բայց չի հասնում այն գերադրական աստիճանին, որը Ճապոնիան է սահմանում։ ասում է որևիցե դեպքում Ու այստեղ քանի որ հերմենևտիկայի տեսանկյունից ենք նայում, մի փոքր գեղարվեստական ֆոն տանք, այստեղ արդեն նրանք պատերազմը դիտարկում են ոչ թե ինքնապաշտպանության միջոց կամ սուվերենության ապահովման պարտավորություն, այլ գայթակղություն, էլի, որպես բարոյական ֆոն են տալիս։ Այսինքն պատերազմը համարում են գայթակղություն։ Այսինքն մեղք էլի, չի կարելի։ Հիմա շարունակեմ հեսա ասել, ինչ եմ այդպես կարծում։ Ու այստեղ ինչ է ստացվում, որ հատկապես այդ միջազգային վեճերի կարգավորման դեպքում, որ նա շղթում է առհասարակ, որ դա արդեն իրավունքի լեզուն ստեղ դադարում է, սկսվում է ոնց որ փիլիսոփայական դեկլարացիա, էլի պետությունը հայտարարում է, որ նա այլևս չի մտածում, որ առհասարակ բախումը լուծում է որևէ պարագայում։ Դա հավատամք է, էլի, որպես ներկայացնում։ Ու իհարկե ինչպես նշեցիք, որ ասում չենք ունենա ցամաքային, ծովային եւ ռազմաօդային ուժեր եւ որևէ այլ ռազմական ներուժ չենք պահպանի, սա արդեն բացառում է, որ նա կարող է ունենալ ճանաչված ռազմական բանակ։ Եվ ամենահետաքրքիր տողը պետությունը չի ճանաչում պատերազմ վարելու իրավունքը։ Այս տողում արդեն խաղաղության սկզբունքի մի յուրահատուկ ամրագրում ենք տեսնում միջազգային իրավունքում, թերևս չափազանցություն չի, որ ասենք այս դրույթը դարձնում է Ճապոնիայի սահմանադրությունը խաղաղության հարցում աշխարհի ամենահզոր իրավական փաստաթղթերից մեկը։ Հարաբերական ընդունվում է, բայց Չէ, իսկույն պարլամենտով ընդունվում։ 46 թվին պարտված երկիր Ամերիկան եկել պարտադրել է, ինչ հարակվեի մասին է խոսքը գնում։ Բայց դրան հեսա կգանք։ Բայց իրա կողմից է տրվում։ Ինքը Ճապոնիան իր կողմից է։ Իր կողմից, այո։ Լավ, շարունակի։ Ու այստեղ ինչ ենք տեսնում, որ Ճապոնիան աշխարհին ներկայանում է ոչ թե ուժով, այլ բարոյականությամբ, ժողովրդավարությամբ ու խաղաղասիրությամբ։ Այնտեղ տենց տեղ կա, չէ՞, որտեղ ասում է հավատում ենք միջազգային բարոյականությանը, միջազգային իրավունքի բարոյականությանը։ Այ դա է ուզում հարցնել, թե ում վրա են հույսները դնում, էլի այդ Դնում դեպքում։ են մյուսների բարոյականության վերաբերյալ։ հույսեր չեն, մեկ կոչ են անում այս դեպքում։ Այսինքն բանի են, պատվի են հրավիրում, էլի, ասում են դուք մեզ ստիպեցիք, մենք պատերազմող երկիր ենք, եկաք հաղթեցիք, ստիպեցիք, ասիք պատերազմով ոչ մի բան չի լինում, մենք համաձայն ենք հիմա ձեր բարոյականությունը, որ մեզ քարոզել եք, սպասում ենք ձեզանից նաև։ Հասկանում ես, այս է ասում, էլի։ Չի լինում, էլի։ Չէ, չի լինում տենց։ Իհարկե, դա փիլիսոփայություն է։ Այստեղ այս բարոյական ու արժեբանական կողմով իհարկե սա չմնաց թղթի վրա, սահմանադրությունը Ճապոնիայի հետ պատերազմյան արդեն հետ սահմանադրական սերունդները սա որպես մշակութային արժեք են, խաղաղության գաղափարը որպես մշակութային արժեք են ընդունում, նրանք դպրոցներում են նույնիսկ սահմանադրություն անցնում, սահմանադրական ակումբներ ունեն ու իրանց մոտ դա մշակութային է, ոչ միայն քաղաքական դիրքորոշում, էլի, իսկ նրանք այդպես ապրում են, նրանք հպարտ են, որ իրանք խաղաղության առաջամարտիկներ են, այսպեսի արժեքային բան կա, էլի, որը նույնիսկ եթե մի քիչ ավելի գեղարվեստական նայելուց լինենք, հեսա գեղարվեստական հատվածը ավարտվում է Հարութ քոչ սիրած հատվածը։ Ես ինքս լինելով ռեժիսոր, պրոդյուսեր չեմ սիրում սա։ Այստեղ ասես գեղարվեստական ամբողջած կատարում է քաղաքական խավություն, ես այս դիտանկյունից եմ նայել, բուդդայական մշակույթում ցիկլից դուրս գալը կենտրոնական նշանակություն ունի, ու այստեղ Ճապոնիան պետական մակարդակով կարծես դուրս է գալիս իր քարմայի ցիկլից։ Այդ կայսերական փառասիրությունն ու ռազմական ագրեսիան կուտակված կարման էր, ու այդ ցիկլից դուրս է գալի։
Եվ իհարկե այս ամենը շատ բարի է, գեղեցիկ ու Չէ, բարոյական։ բայց մի հատ էլ հանգամանքները ինչ հանգամանքներում է, էսի գրվե։ Դե գալիս է դրան Անցան գալիս է։ Այ անցի Հիմա տեսեք ինչ կա հողի վրա։ Եվ ճշմարտությունն այն է, որ այս համանadrությունը գրվել է այդ թվում 9-րդ հոդվածը ոչ թե ճապոնացիների կողմից, այլ Ամերիկայի կողմից։ Հիմնականում ԱՄՆ գեներալ Դուգլաս Մաքարթուրի գլխավորությամբ նրա ղեկավարությամբ գրվել։ Հենց իր թելադրությամբ։ Ինքը ոնց որ տողերը տվել է մի քանի առանցքային հրահանգները ու իրանց իրավաբանական բլոկը գրել է իմջալոց մի շաբաթում 9 օրում գրել է։ Հետո սա թարգմանելուց հետաքրքիր է մի 30 ժամյա տենց մարաթոնային սեանս է եղել է թարգմանելը։ Հիմա նույնիսկ Ճապոնիայում համալսարան գիտնականներ կան, որ երկուսը վերցնում են, ովքեր համ լավ անգլերեն գիտեն, համ արևմտյան այդ ինդիվիդուալիստական արժեքները հասկանում են խորքային փիլիսոփայություն։ Համ ճապոներեն ասում են դա երկու տարբեր նախաձեռնություն առհասարակ։ Ճապոնական թարգմանությունը լրիվ ուրիշ կերպ է հնչում։ Ինքը դեկլարատիվ բնույթ ունի։ Ու իրանք պնդում են, որ այդ ժամանակվա ճապոներեն ու անգլերեն իմացողները չեն հասկացել անհատի իրավունքը ինչ է, որ ԱՄՆ-ն բերում է։ Նրանք չեն հասկացել այդ ինչ։ Իրանց մոտ առհասարակ կոլեկտիվիզմն է, չէ՞, շատ զարգացած, ու գուցե դա ես չգիտեմ արմատները ինչից է գալիս, գուցե բրինձի մշակման բանից, որ այնտեղ մենակով բրինձ չես մշակի, էլի, կոլեկտիվ ինքը բանա սիրում այդ բրինձի մշակումը։ Ու ինչ է ստացվում, դե դրանից առաջ գիտենք, Ճապոնիան մի քանի տարի առաջ դաժան ռազմական արշավներ էր արել ամբողջ Ասիայում, Չինաստանում, Կորեայում, Ֆիլիպիններում։ Ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ եւ այլ։ Ոստեղ միգուցե իրանք չդատվելու, ոնց որ գերմանացիները դատվեցին, չդատվելու դիմաց պատրաստ են եղել ստորագրել ցանկացած հրամանի տակ կամ առաջարկի տակ։ Չդատվելն էլ ընդհանրապես առանձին հետաքրքիր հատված կա, բայց ցենց կարող մի քիչ երկարի Ճապոնիան, ոչինչ։ Տեսեք, այդ կայսերական ինստիտուտը ոնց պահվեց։ Առհասարակ Մաքարթուրը դաշնակցային այդ բլոկի ներկայացուցիչներ, ինքը ոչ միայն Ամերիկայի ներկայացուցիչ չէր, դաշնակիցների, ու այդ կենտրոնական շտաբից Ամերիկայից իրան հրահանգ էր գալիս, որ փաստերը հավաքի ու ռազմական տրիբունալի ներկայացու կայսերին, որ պետքա դատվի որպես ռազմական հանցագործ։ Բայց կայսերը ոչ միայն չդատվեց, այլ պահպանվեց կայսերի ինստիտուտը։ ԱՄՆ-ն չցանկացավ, որ Ճապոնիան նորից վերածվի ռազմական հսկայի, ու իրականում սա պարտադրված խոնարհում էր։ Չնայած իր բարոյական տեսքին սա հողի վրա պարտադրված խոնարհում էր։ Մի քիչ տեսնենք 9-րդ հոդվածի իրավական այդ գործնական ճեղքումներից։ Իչև գործնականին գտանք մի բան էլ այստեղ։ Այսօր մեզ ասում են, մենք մոտ խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին։ Մենք հենց չգիտենք այդ խաղաղության դարաշրջանը օրինակ սահմանադրություն մտնելու է, չի մտնելու ըստ գործող իշխանության, հա, ըստ իրենց սահմանադրագիրների։ Մենք էլի չգիտենք, բայց լավ կլինի, որ առհասարակ իմանանք աշխարհում էլի ինչ կա, չկա, ու մասնավորապես Ճապոնիայի օրինակով, եթե սա տեղյակ եք սրանից, կրթված ենք այս առումով, վաղը երբ որ մեզ բերեն ինչ որ նախադասություններ, որոնք այսպես պոետիկ կհնչեն, մենք գոնե հասկանանք սա, հա, վերամբարձ պոետիկ առաջին հայացքից այդպես վեհ, մենք հասկանանք սա ըստ էության ինչա նշանակում։ Ճապոնիայի օրինակը մեզ համար պետքա լինի շատ բան դաս զգոն լինելու առաջիկայում մեզ հրամցվող այդ խաղաղության կոնցեպտին եւ դրա արտացոլումը հնարավոր արտացոլումը սահմանադրության մեջ մի խոսքով զգոն ձևով եւ քննադատական ձևով եւ իրականում դիմավորելու համար սա այդպես հեշտ չի ընդունվել այդ բան ճապոնական կողմը այդ կոմիտեն որ համագործակցում էր ամերիկյան բլոկի հետ համալսարանի հետ կապված բավականին երկար բանավեճեր են եղել, նրանք չէին ընդունում այս կետերը։ Նրանք նույնիսկ հողում էին անում այդ Պոտսդամյան դեկլարացիային, որ այնտեղ գրված է, որ այնտեղ նշված չէր էլի, որ այդ պետքա փլուզվի այդ կայսերի ինստիտուտը եւ այլ եւ այլ։ Չնայած այնտեղ դրված էր, որ կապիտուլյացիան շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ Ճապոնիայի ապառազմականացումը եւ դեմոկրատացումը, էլի։ Շարունակի էլի արի այդ բլոկին, որովհետեւ էլ եմ ասում, որ հայտնի ինչ ունենք։ Այսինքն այսօր ինչ ունենք։ Այսօր ունենք ինչ ունենք այսօր, որ ունենք այն, որ փաստացի շրջանցել է Ճապոնիան սահմանադրությունը, ստեղծելով այն, ինչ կոչվում է
Japan Self-Defense Forces, Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժեր։ Տեխնիկապես ինքը իհարկե հռչակված բանակ չէ, բայց ունի ցամաքային, օդային, ռազմածովային ուժեր, սպառազինված ժամանակակից տեխնիկայով, ունի շուրջ 250,000 զինծառայող, լավ ոչ զինծառայող այս դեպքում, ու պահեստայիններ։ Ճապոնիայի ռազմական բյուջեն այսօր աշխարհում 10-րդն է, 55.3 միլիարդ ծավալով, ՀՆԱ-ի 1.4%-ն է 2024 թվականի տվյալներով, 2027-ին նախատեսվում է դարձնել 2%-ը ՀՆԱ-ի, այդ դեպքում նա կլինի երրորդը ռազմական բյուջեով ԱՄՆ-ից ու Չինաստանից։ Աշխարհի բանակներից, այո, կոպիտ ասած, բանակներից Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը, Այո։ նավատորմով, ավիացիայով, Այո։ ցամաքային ուժերով, այսօրվա դրությամբ, նույնիսկ այսօրվա չէ, մի քանի տարի առաջվա տվյալներով 10-րդն է, ռազմական առաջիկայում պատրաստվում է դառնալ աշխարհում երրորդը։ Այո, արդեն հռչակված է, որ 27-ին ՀՆԱ-ի 2%-ն է ներդնելու, ու նա կործանիչներից բռնած մինչև տանկեր, ամեն ինչի մեջ արտադրության մեջ։ Ավիակիրներ եւ այլն։ Բայց կարանք ենթադրենք, որ քանի որ все-таки սահմանադրությունը պարտադրել է ԱՄՆ-ն, հիմա Իրան նաև այս ռազմական ներուժի զարգացնելը էլի կատարում է ԱՄՆ-ի լուր Իհարկե, համաձայնությամբ։ չեն կարող այդ չի Եվ ենթադրել։ հոգուտ ԱՄՆ-ը։ Քանի որ արդեն դաշնակից։ Որտեղ Բայց մի բան էլ կա, էլի, այստեղ կարևոր է դե ուզում ասել։ Հիմա տպավորություն կստեղծվի մարդկանց մոտ, ովքեր որ մեզ նայում են, որ կարաս ամեն ինչ գրես, բայց շրջանցես։ Բանի դեպքում Ճապոնիայի օրինակով։ Չէ, Բայց ինչի, այդ սրա մասին էլ էլի խոսանք, որովհետև այս դեպքում, հա, երբ որ Ամերիկայի հետ դաշնակից լինենք, արդեն դաշնակից, այդ դեպքում կարան, բայց այն տարածաշրջանում, որտեղ որ մենք ենք գտնվում, ասեն սխմված սա բոլոր կողմերից, էլի, Ճապոնիան ճիշտ է, փոքր է, հրաբուխային է, կտրված է աշխարհից, բայց ինքը կղզի է, այսինքն ծով է այնտեղ բաժանում, այդ մեծ բան է։ Իհարկե, հեսա Ճապոնիայի աշխարհագրական իրականությանն էլ կգանք իհարկե։ Այս շատ կարևոր գործոն է։ Այստեղ մի բան էլ ասենք, որ ոնց հասկանում ենք, բերել են ժողովրդի համար գրել են մի սահմանադրություն, որտեղ ներառել են հասկացողություններ, որը չկա այդ ժողովրդի լեզվամտածողության մեջ նույնիսկ, այսինքն հասկացություններ են մտցրել այդ ժամանակ, պարտադրել են ու դրա համար է հնարավոր, որ իրենք էլ շրջանցել են, այսինքն ամեն դեպքում, եթե ժողովրդինը չի դա, այսինքն եթե իրանք այդ հասկացողությունը չունեն իրենց մտածողության մեջ, իրենց ազգային արժեքների մեջ, իրենք մեկը շրջանցել են։ Ժողովրդին թողնենք մի կողմ, պետական ուղեցրի մասին է խոսքը գնում, եք պետական քաղաքական ուղեցրի մասին է խոսքը գնում ստեղ։ Ժողովուրդը կարա չուզենա, ժողովուրդը կարա ամբոստանա, դեմ լինի, դուրս գա փողոց եւ այլն, բայց սա պարտադրված բան է։ Տեսեք, ժողովրդին օրինակ գրվել է ու արվել է, բայց կաներես, բայց հիմա դուրս է գալիս, որ այդ ամեն ինչը կեղծ է, այտենց բան լինել չի կարող պարզապես, այսինքն չի կարող որևէ պետություն լինի պետություն, Չէ, որևէ սուբյեկտ չի կարող ինքնապաշտպանությունից հրաժարվել, եթե ինքը սուբյեկտ է, չկա այտենց բան, գոյություն չունի։ չի աշխատում, չի աշխատում։ Գնա։ Բայց ժողովուրդը արդարության համար ասենք, որ հավանեց հետագա մեծ սահմանադրությունը, հատկապես որ կանանց ընտրելու իրավունք տվեցին։ Ժողովուրդը դեմոկրատիան չգիտեր ինչ բան է։ Իրանց սկսեց դուր գալ, որովհետև հետագայում կա իշխանական ուժերի մտքին կար փոխել սահմանադրությունը, բայց արդեն հասկացան, որ ժողովուրդը չի ուզի փոխեն սահմանադրությունը։ Դե որ մի ժողովուրդը խաղաղություն չի ուզում այս դեպքում։ Սեղել ուրիշ բան է գալիս է միապետությունից անցել են դեմոկրատիայի։ Այսինքն այս շատ կարևոր բան է։ Մի բան էլ ասեմ, ստեղ միանգամից նաև հաճախ ենք լսում մամուլում դեմիլիտարիզացիա, ըստ էության Ադրբեջանը մեզնից է պահանջում դեմիլիտարիզացիա, Ռուսաստանը Ուկրաինայից է պահանջում դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա։ Ահա թե ինչա դեմիլիտարիզացիան իր, այսպես ասած, կատարելության մեջ։ Սա դեմիլիտարիզացիայի բարձրագույն գերադրական աստիճանն է։ Այո, որ ասում էի սկզբում իսկապես ամենահզոր փաստաթուղթն է անգերազանցելի խաղաղության մասին, ճակերտներով չի ասում, էլի։ Այո, դժվար է գերազանցել։ Հա, այնպես որ դեմիլիտարիզացիա ասելուց, տեսեք աշխարհում ինչ փորձ ունեն տերությունները, պետությունները պատմության մեջ, քաղաքագիտության մեջ ինչ փորձ ունեն եւ ինչ փորձի վրա են հիմնվում, երբ որ գալի ասում են դու պիտի զինաթափ լինես, Չի լինում այդպես։ Ու ինչա ստացվում արդյունքում, էլի։ Հիմա Ճապոնիայի դեպքը, եթե դա լինի Միացյալ Նահանգները, դա լինի օվկիանոսում, որը հարևանա Ճապոնիան, սկզբում Ամերիկայի մրցակից Ռուսաստանին, հետո հարևանա Ամերիկայի մրցակից Ճապոնիային, Չինաստանին, միգուցե հանգամանքները այդպես դասավորեն,
բայց եթե ինքը տեղակայված է Ամերիկայի դաշնակից Թուրքիայի քթի տակ, նատոյական, այս դեպքում մի քիչ հաշիվները խառնվում են, էլի։ Դրա մասին ենք ասում։ Հետո sense բան է, սահմանադրությունում 9-րդ հոդվածում այսպեսի կետ կա, հիշում ենք, չենք կիրառում ուժ միջազգային հակամարտություններում, չէ՞, բայց Ճապոնիան միջազգային խաղապահ առաքելություններ ունի, օրինակ Իրաք, Հարավային Սուդան, ու այստեղ հարցը առաջանում է, եթե զինվորների վրա կրակահերթի տակ են, զինվորները չեմ կարծում կխաչակնքվեն կամ կասեն մենք չենք խախտի մեր սահմանադրությունը, ստիպված նրանք պիտի պատասխանեն։ Պետք է պատասխանեն, երբ որ պատասխանեն, այսինքն իրանք էլ կրակեն, այստեղից ամբողջ սահմանադրական փիլիսոփայության պրագմատիկ փլուզում ենք մենք ունենում, էլի։ Այսինքն օրենքը խոսում է մաքուր խաղաղության մասին, բայց աշխարհը խաղում է ըստ ուժի կանոնների։ Դա փաստ է։ Ես մի քիչ էլ երկու բառով էլ Ճապոնիայի աշխարհագրական իրականությունը Ճապոնիայի շուրջ նայենք, ինչ հարևաններ ունի ու ինչ վիճակում է էլի գտնվում։ Չինաստանի հետ ունի տարածքային վեճ Սենկակու կղզիների շուրջ, Ռուսաստանի հետ Կուրիլյան կղզիները, Ռուսաստանի հետ Կուրիլյան կղզիների շուրջ ու ուկրաինական պատերազմից հետո կտրուկ վատացած հարաբերություններ Ռուսաստանի հետ, Հյուսիսային Կորեան պարբերաբար հրթիռներ է արձակում դեպի Ճապոնիայի մերձակայք ու սպառնալիք է իր միջուկային ռիսկով։ Այսինքն Ճապոնիան ապրում է աշխարհագրական մի թաղամասում, որտեղ խաղաղությունը այնքան էլ իրավաբանական ցանկություն չի, էլի։ Գուցե գոյատևման մարտավարություն, գուցե այլ մի բան, բայց ոչ իրավաբանական ցանկություն։ ու եզրահանգումը։ Ուրեմն եզրահանգումը հետևելն է, որ սահմանադրության տեսանկյունից, քանի որ այսօր սահմանադրություններից ենք խոսում, ուշտեշուտ Ճապոնիան կանգնելու է ընտրության առաջ, շարունակել խաղաղության, այսպես ասած, մանտրան ու հուսալ լավագույն է, վերանայել սահմանադրությունը, հստակ ընդունել իր պաշտպանական համակարգը որպես բանակ, կամ ինչպես հիմա ապահովել երկակի լեզու։ Մենք խաղաղ ենք, բայց հզոր է պետք լինի։ Հետևությունը հետևելն է, նա չի հրաժարվում, ճիշտ է, իր խաղաղ դիրքորոշումից, բայց այս սահմանադրությունը ավելի սահմանադրական մաքրությունը ավելի շատ սիմվոլիկ արժեք ունի, էլի, քան գործնական։ Ճապոնիան ճիշտ է, ինչպես շեշտեցինք, չի հրաժարվում խաղաղ դիրքորոշումից, բայց վերազինում նրա անշեղա, լուր եւ տեխնոլոգիապես զարգացած ու բարձրակարգ։ Ուրեմն ես ներկայացնեմ Իտալիայի սահմանադրությունը, նախ ինչու Իտալիան։ Տեսանք, որ Ճապոնիայի սահմանադրությունը պարտադրվեց ԱՄՆ կողմից, 9 օրում գրվեց ընդունվեց, Իտալիան անցավ մի հատ լրիվ ուրիշ ճանապարհ, էլի որպես պարտված երկիր, բայց Իտալիայում ուրիշ բան տեղի ունեցավ։ Իտալիայում սահմանադրությունը դարձավ քաղաքական փաստաթուղթ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1922 թվականին քաղաքացիական պատերազմի արդյունքում Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ Իտալիայում իշխանության են գալիս ծայրահեղ ազգայնականները։ 1936 թվականին Մուսոլինին ուզուրպացնում է իշխանությունը, հռչակելով իրեն նորին գերազանցություն Բենիտո Մուսոլինի, կառավարության ղեկավար, ֆաշիզմի դուչե եւ կայսրության հիմնադիր։ Der ganzen Welt! Sie ist bankrott! Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1946 թվականին Իտալիան ազատվում է բռնապետությունից եւ հռչակվում է որպես հանրապետություն։ 1949 թվականից Իտալիան ՆԱՏՕ-ի անդամ է։ 1870 թվականին Իտալիան սահմանադրական միապետություն դարձավ, մինչև այդ ինքը քաղաքապետություններ էր, Նապոլեոնի կողմից գրավեց, Ավստրիայի դիրապետության տակ էր գտնվում, հետո առանձին Միլանի թագավորություն, Ռոմի թագավորություն, բայց 1870 թվականին ոնց որ միավորվեց մի պետության մեջ, դարձավ միապետություն սահմանադրական։ Ինչ է այդ սահմանադրական միապետությունը, որ թագավոր ունի այդ պետությունը, բայց սահմանադրությունը իր լիազորությունները կարգավորում է։ Ու 46 թվականին Իտալիայի ժողովուրդը ուզում է հասկանալ ինքը ուր է գնում, որոշում են միապետություն թե հանրապետություն։ Եվ ի տարբերություն են մնացած իմացած դեպքերի, որ այդ կայսրական կամ թագավորական ընտանիքներին ոտից գլուխ մեր ու մանուկ գնդակարում են, այդտեղ ասում են մենք գրում ենք դեմոկրատական ճանապարհով։ Ու ասում է հանրաքվեա լինում Իտալիայում, որոշում են միապետություն թե հանրապետություն, ոչ բառներ չեն դնում, այո միապետությանը, այո հանրապետությանը։ Ու Իտալիայի ժողովրդի 54%-ը գնում է ասում է այո հանրապետությանը, թագավորն էլ իր ընտանիքի հետ հեռանում է ամբողջ դինաստիայով Իտալիայից, այդ հանրաքվեից հետո ոչ ընդդիմություն է ալնում, ոչ փորձում են ընդվզել այդ հանրաքվեի արդյունքներն
ուղղակի ընդունում են փաստ, որ 54%-ը չի ուզում էլ միապետություն, հեռանում են Իտալիայից։ Ու 46 թվականին առաջի ազգային ժողովի ընտրություններն ալում կոչվում է հիմնադիր խորհրդարան։ Այս խորհրդարանի հիմնական լիազորությունը ելմա սահմանադրություն գրել։ Ու ի տարբերություն Ճապոնիայի տարի ու կես գրում են այդ սահմանադրությունը, պրեամբուլա չունի այդ սահմանադրությունը։ Իսկ ավելի ճիշտ պրեամբուլայի փոխարեն հոդվածներ է։ Այո, պրեամբուլայի փոխարեն նախաբան է, արդեն իրական նախաբան, ու այդ նախաբանը 12 հոդվածներից է։ Այսինքն պրեամբուլա չկա։ Ու Ինքը հիմնական գաղափարները, հիմնական գաղափարը, քանի որ այսպես ասած, բաժանում են մասերի, թե ով պետքա ինչ գերի։ Դեմոկրատներին ասում են դու գերի քաղաքացիների իրավունքը, սոցիալիստները գրում են տնտեսական սոցիալական բլոկը, կոմունիստները գրում են պետության կառուցվածքը, լիբերալները գրում են մարդու իրավունքների մասը ու հենց ասում են պրեամբուլայի փոխարեն ելմա 12 հոդված, որը որ հիմնական գաղափարախոսություններ է իր մեջ ներառում, բայց ոչ ու այդ միջև հիմա պահպանված է այդ սահմանադրությամբ, հա։ Հա, միջև հիմա է սահմանադրությունն է։ Նո առաջի հոդվածը ասում է, որ Իտալիան աշխատանքի վրա հիմնված ժողովրդավարական հանրապետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Բայց ունիկալը որ աշխատանքի վրա հիմնված։ Այս իմաստը կոմունիստները իրանց ոնց որ կամ սոցիալիստները իրանց դերը խաղացել են այս հոդվածի մեջ, որ հենց աշխատանքի վրա հիմնված։ Կենտրոնում աշխատանք։ Չէ, այստեղ ես չեմ ուզում վերագրեմ որևիցե կուսակցության, որովհետև ասենք օրինակ բողոքական եկեղեցին էլ, որ Միացյալ Նահանգներ ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու ոգով դաստիարակվածները, որ Միացյալ Նահանգներ էին հիմնում, էլի աշխատանքի վրա հիմնված են, հա։ Հիմքում դնելով, այստեղ ես կրոնական կողմն եմ ասում, հիմքում դնելով, եթե մեկը ուրեմն այսինքն ամեն մեկը իր խելքից Աստծուց իր բաժինն է ստացել։ Ամեն մեկը իր արարքների, իր վաստակի, իր չարչարանքի դիմաց Աստծուց իր բաժինն է ստացել։ Եվ եթե մեկը հարուստ է, ուրեմն ինքը շատ է աշխատել, եւ եթե մեկը այդքան էլ հարուստ չի, ուրեմն այդքան էլ չի աշխատել։ Այստեղ իհարկե կրոնական չի պատկերացումը, բայց ուզում եմ ասեմ պարտադիր չի, որ դա լինի սոցիալիստական կամ չգիտեմ կոմունիստական ինչ որ բան, արտահայտություն, բայց այն որ իրանք աշխատանքը էլի հոդվածներում աշխատանքի մասին կա, հենց հաջորդ հոդվածը բայց որ թվիների գրվել, մի հատ կամ կասես 46 թվից սկսել են գրել, 47-ին ընդունել։ Բայց հիշեք էլի միշտ էլի այս տարբերակը, որ խուսափել են, այսինքն ինչ ձևի հիմնավորեն 46 թիվ Մուսոլինի 43 թվին բանալ լինում, այսինքն հասկանում եք, չէ՞, այսինքն այդ աշխատանքի մեջ իրանք սենց է որ ասում են թաքցրել են գլխավոր իմաստը, էլի ամեն իմաստը։ Ուրեմն Իտալիայի սահմանադրությունում մարդու իրավունքների մասին շատ է խոսում, բայց երկու հոդվածով խոսում է պարտականությունների մասին, ու ուզում եմ այդ երկու հոդված հենց ներկայացնեմ, իմ համար ոնց որ յուրահատուկ հոդվածներ են։ Հոդված 4-ն է, հենց այս նախաբանի մեջ։ Հանրապետությունը ճանաչում է բոլոր քաղաքացիների աշխատանքի իրավունքը եւ խրախուսում է այն պայմանները, որոնք այդ իրավունքը իրականություն են դարձնում։ Յուրաքանչյուր քաղաքացի իր կարողություններին համապատասխան եւ իր ընտրությամբ պարտավոր է իրականացնել այնպիսի գործունեություն եւ կատարել այնպիսի գործառույթներ, որոնք նպաստում են հասարակության նյութական կամ հոգեվոր զարգացմանը։ Ուզում եմ մի հատ վերլուծենք այս հոդվածը, ես ցենց իմ մտածելով Պարտավոր աշխատանք։ Ցանկացած քաղաքացի պարտավոր է սահմանադրությամբ կատարի ինչ-որ մի բան, որ հասարակությանը զարգացնի, նյութական կամ հոգեվոր կամ չգիտեմ, ֆինանսական։ Այսինքն ինքը հետևանքը ո՞րն է չաշխատում։ Ենթադրենք մեկը մի տաղանդ ունի, բայց թույլ է։ Կամ ինչ-որ մեկը ժառանգություն ունի, ինքը ուզում է պարկի դիվանին իր ժառանգությունը։ Ասում է խրախուսվում է, չէ՞, ինչ-որ տեղ։ Չի խրախուսվում։ Չէ, ասում է խրախուսում է աշխատանքի իրավունք, հետո ասում է յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իրականացնել։ Հա։ Հետաքրքիր է։ Այսինքն այն մարդը, ով որ ժառանգություն է ստացել, ուզում է պարկի տունը այդ ժառանգությունը վայելի, ինքը սահմանադրություն է խախտում։ Ինքը պարտավոր է մի բան անել, որ հասարակությունը զարգացնի։ Հա, եթե կարող է, բայց լավ է, գրել։ Եթե նայում ենք նախաբանի հետ, նաև տրամաբանական է, որովհետև ի սկզբանե ասված էր, որ աշխատանքի վրա հիմնված պետություն է, այսինքն ստեղ նաև պարտականություններն են նշում։ Մյուս կետը, որ պարտավորություններից է խոսում, արդեն ծնողների։ Ծնողները պարտավոր են կրթել եւ դաստիարակել երեխաներին, եթե նույնիսկ նրանք ծնվել են ամուսնությունից դուրս։ Ծնողների անգործնության դեպքում նրանց պարտականությունների կատարման եղանակները սահմանվում են օրենքով։ Այսինքն եթե երեխայս ունեցել ու թողել ես ինքը տենց ինքնահոսի մեծանում է, պետությունը քեզ պարտավորեցնելու է, այնտեղ արդեն օրենսդրական ինչ-որ բաներով, որ այդ երեխուն տար կրթի եւ դաստիարակի, սարքի հասարակությանը պիտանի մարդ, որ հետո պարտավոր լինի աշխատել։ Այո։
Ես լրիվ համաձայն եմ։ Ստեղ նաև ամրագրվում է իրավունքը, կրթության իրավունքն է ամրագրվում երեխաների, այսինքն Հա, այդ առանձին հոդվածներով այդ Չէ, երբ որ ծնողին պարտադրում է երեխու հետ աշխատել, դրանով ինքը սպասարկում է երեխայի կրթվելու իրավունքը։ Բա, դրա համար տենց ֆիլմեր են նկարել, դրա համար տենց մեքենաներ են արտադրել։ Ամենաշատ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված արժեքներ ունի։ Դե Իտալիաներ չունեն, հա, վերածնունդ է ունեցել է, բայց գնացին կրոնին, էլի։ Հոդված 7։ Հա, Ես ասեմ, հոդված 7 էլի կրոնի մասին է։ Պետությունը եւ կաթոլիկ եկեղեցին անկախ եւ ինքնիշխան են իրանց համապատասխան ոլորտներում։ Նրանց հարաբերությունները կարգավորվում են Լաթերանի պայմանագրով։ Ինչ է Լաթերանի պայմանագիրը 1929 թվականին է կնքվել, էլի Մուսոլինի ժամանակում ինքնակնքել Վատիկանի հետ ու այդ պայմանագրով կաթոլիկությունը հռչակվել է Իտալիայում որպես միակ պետական կրոն։ Այսինքն անուղղակիորեն ամեն դեպքում Իտալիայի սահմանադրությամբ անուղղակիորեն, բայց կաթոլիկությունը պետական կրոն է։ Հա, թեև սահմանության մեջ նշված չի, բայց հղում անում Լաթերանի պայմանագրին, իսկ Լաթերանի պայմանագրով ասում է, որ Իտալիայում կաթոլիկությունը միակ պետական կրոնն է։ Այս էլ այն ձևերից մեկը ոնց կարելի է եկեղեցին եւ կրոնը վերել սահմանադրության մեջ եւ բարձր մակարդակի վրա դնել։ Այս են պատասխանն է, էլի, որ բայց արդյոք չկա կրոնի ազատության հաջորդ հոդվածը կարդամ, ասում է բոլոր կրոնական դավանանքները օրենքի առջև հավասարապես ազատ են։ Ստել հավասարակշռում։ Բայց պետականը, բայց ինքը կաթոլիկը եկեղեցին հղումով, հղումով կապ չունի։ Եվ երկու էլի հետաքրքիր հոդվածներ կարդամ, որը արտացոլում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմը բարձր կողմ է Իտալիան։ Իտալիան մերժում է պատերազմը որպես այլ ժողովուրդների ազատության նկատմամբ ոտձգություն եւ որպես միջազգային վեճերի լուծման միջոց։ Մոտա ճապոն։ Մոտա, ճիշտ է, այդքան շատ նվաստացուցիչ հոդված չի, բայց ամեն դեպքում մոտա Ճապոնիայի սահմանադրության ու միջազգային վեճերի լուծման միջոց չի կարելի։ Սա ընդհանրապես միջազգային հարաբերություններում ստանդարտ է, այսինքն վեճերը միջազգային ընդունված չի լուծել պատերազմի միջոցով, այսինքն այդ դրույթը սահմանված է բոլորի պատերազմը հանցագործ է։ Այո, ագրեսորը համարվում պատերազմի։ Դե բայց հաշվի առնելով Իտալիայի անցյալը ոչ վաղ անցյալ է, էլի, դե ինքը դա գրել է, արտացոլել է, որ ասի ես այլևս այդ քայլին չեմ դիմելու։ Կներեք չի կրկնվի։ Չի կրկնվելու։ Եվ երկրորդը, որ նորից վերաբերում է ֆաշիստական Իտալիային, լուծարված ֆաշիստական կուսակցության վերականգնումը որևէ ձևով արգելվում է։ Այսինքն երբևիցե այդ երկրում ֆաշիստական կուսակցություն լինել չի կարող եւ ամենավերջի հոդվածը ասում է, որ արգելվում է սահմանադրական փոփոխություններով հանրապետությունը որպես կառավարման ձև փոխելը։ Ինքը սահմանադրական փոփոխություններ կարելի է անել, բայց էլ երբեք չի կարելի այս փոփոխություն անել, որ վերադառնալ միապետության։ Հանրապետությունը ոնց որ ցմա վերջնական Իտալիայի կառավարման եղանակ։ Գնացինք Հունաստան։ Անցնենք Հունաստան։ Ժամանակակից Հունաստանը հին Հունաստանի մշակույթի ժառանգորդն է, որը համարվում է ժողովրդավարության, արևմտյան փիլիսոփայության, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների հիմնական սկզբունքների, թատրոնի, ժամանակակից օլիմպիական խաղերի եւ արևմտյան քաղաքակրթության օրրան։ Որպես հանրապետություն առաջին անգամ հռչակվել է 1821 թվականի մարտի 25-ին Օսմանյան կայսրության դեմ Հունաստանի անկախության համար պատերազմի ժամանակ։ Հունաստանի սահմանադրությունը ընդունվել է 1975 թվականին, լրացումները 1986-ին եւ 2001-ին։ Ըստ էության 75-ի 1975-ի սահմանադրությունը 52-ի սահմանադրության 1952-ի սահմանադրության որոշակի հիմքեր պարունակում է այնուամենայնիվ, իդեպ Հունաստանն էլ եղել է միապետություն, հետո հանրաքվեով դառել է հանրապետություն եւ Պրեամբուլան ընդամենը մեկ նախադասություն է. հանուն սուրբ, միասնական եւ անբաժանելի երրորդության։ Որի տակ ամփոփված է ամեն ինչ։ Հանուն սուրբ, միասնական եւ անբաժանելի երրորդության։ Ես ինչ եմ ուզում ստեղ ասել, ուրեմն այն մեզ դիտողներին, էլի, մենք այստեղ ինչ ներկայացնում ենք, ոչ թե ասում ենք, ահա սա վերցնենք եւ դնենք Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության մեջ։ Մենք ասում ենք, եկեք ճանաչենք աշխարհում ինչպիսի նրբություններ, հետաքրքրություններ, առանձնահատկություններ կան։ Եկեք ճանաչենք, որ երբ մերը կառուցելու լինենք,
իմանանք ինչպիսի շինարարական տեխնոլոգիաներ կան, ինչպիսի շինանյութ կա, ինչպիսի լուծումներ կան տարբեր հարցերի։ Եվ էսի միակ հաղորդումը չի իհարկե, որ մենք նախաձեռնել ենք, եւ այսպես հոդված 3 պրեամբուլայի Հունաստանի։ Հունաստանում գերիշխող կրոնը Քրիստոսի արևելյան ուղղափառ եկեղեցու կրոնն է։ Հունաստանի ուղղափառ եկեղեցին, որը ճանաչում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես իր գլուխ, իր դոգմաներում անբաժանելիորեն կապված է Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցու հետ եւ Քրիստոսի ցանկացած այլ դավանակից եկեղեցիների հետ եւ ինչպես նրանք հաստատակամորեն պահպանում է սուրբ առաքելական միաբան կանոնները եւ սուրբ ավանդույթները։ Այստեղ շարունակվում է, ես այդ շարունակությունը չեմ նշի։ Հոդված 3-ի 3-րդ կետը։ Սուրբ գրքի տեքստը մնում է անփոփոխ։ Սա սահմանադրության մեջ է գրած։ Սուրբ գրքի տեքստը մնում է անփոփոխ։ Արգելվում է դրա պաշտոնական թարգմանությունը ցանկացած այլ լեզվով առանց Հունաստանի ավտոկեֆալ, այսինքն ինքնագլուխ, առանց Հունաստանի ավտոկեֆալ եկեղեցու եւ Կոստանդնուպոլսի Քրիստոսի մեծ եկեղեցու թույլտվության։ Այստեղ կարևոր է, որ մենք հասկանանք հետևյալը։ Հունաստանը ունի պետական կրոն։ Մեզ այդ քարոզել են անընդհատ, որ գիտեք ինչ կա, այ եկեղեցին պետությունը դրանք, դա խիստ անհամատեղելի բան է։ Ժողովուրդ, Եվրոպայում կան երկրներ, որոնք ունեն պետական կրոն, օրինակ Հունաստանը, եւ դա ուղղափառ, արևելյան ուղղափառ եկեղեցին է։ Ես մի քանի ուրեմն երկրներ էլ ասեմ, հա, միանգամից։ Դանիայի սահմանադրությամբ 4-րդ հոդվածն ասում է, որ ավետարանական լյութերական եկեղեցին Դանիայի պաշտոնական եկեղեցին է եւ որպես այդպիսին վայելում է պետական աջակցություն։ Մեծ Բրիտանիա թեև սահմանադրություն չունի, բայց պաշտոնապես գրավոր սահմանադրություն չունի, բայց իրավական ակտերի համաձայն պետական կրոն է անգլիական եկեղեցին եւ թագուհին կամ թագավորը նրա գերագույն ղեկավարն է։ Այստեղ ինչն է հետաքրքիր, ինչու թագուհին կամ թագավորը, որպեսզի երկրում երկիշխանության ռիսկերը չզոքացվեն։ Այսինքն չլինի հոգևոր առաջնորդի եւ քաղաքական առաջնորդի միջեւ, պետական առաջնորդի միջեւ որոշակի երկիշխանության, պառակտության, հակասության եւ այսպես թագավորը որոշվել է երկու ինստիտուտների ուրեմն գլուխը։ Սա եւս Եվրոպայում, արևմտյան աշխարհում պետական կրոնի օրինակ։ Նորվեգիա սահմանադրության մեջ նշվում է, որ Նորվեգիայի եկեղեցին ավետարանչական լյութերական եկեղեցին է, թե վերջին տարիներին որոշ տարանջատում է իրականացվել, այսինքն որոշակի տրամադրությունների փոփոխություն կա, համենայն դեպս հոդված 2-ը Նորվեգիայի սահմանադրության պետության բոլոր բնակիչները օգտվում են կրոնական խղճի ազատությունից, ավետարանական լյութերական կրոնը պաշտոնական պետական կրոնն է, ուշադիր։ Դրա դավանողները պարտավոր են իրենց երեխաներին դաստիարակել այդ եկեղեցում։ Սահմանադրության մեջ նշված է, որ լյութերական ավետարանչական եկեղեցու դավանողները պարտավոր են իրենց երեխաներին դաստիարակել այդ եկեղեցում։ Սա էլ ուրեմն Իսլանդիայի օրինակ, սահմանադրության 62-րդ հոդվածը, Իսլանդիա։ Ավետարանական լյութերական եկեղեցին պետական եկեղեցի է եւ որպես այդպիսին վայելում է պետության աջակցությունը եւ հովանավորությունը։ Այս դրույթը կարող է փոխվել օրենքով։ Այսինքն օրենքում կարելի է այս դրույթը փոփոխել։ Բայց ամենայն դեպս սահմանադրության մեջ նշած է։ Լիխտենշտեյն սահմանադրությունը, ուրեմն հոդված 37 Լիխտենշտեյնի սահմանադրության բոլորին երաշխավորված է համոզմունքների եւ խոսքի ազատությունը։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին պետական եկեղեցի է եւ այդ կարգավիճակում կօգտվի պետության լիակատար աջակցությունից։ Խնդրեմ, սա էլ էսպես։ Հիմա վերադառնանք էլի Հունաստան։ Հունաստանի միջև անդրադառնալ, եկեք Հայաստանի Հանրապետության սահմանադրության 18-րդ հոդվածը հիշենք։ Ինչի ենք այսքան ծանրանում Հունաստանի սահմանադրության եւ այս երկրների այս օրինակների վրա, որովհետեւ մեզանում այդ խոսույթը կա, որ այս ուրեմն նոր սահմանադրության մեջ հատկապես եկեղեցու նկատմամբ ոչ այնքան հարգալից տրամադրված, երբեմն ոչ առանց հիմքերի, հա, ոչ այնքան հարգալից տրամադրված, հատկապես այդ հանձնաժողովներում գործող անձինք
Այդպիսի խոսույթ կա, որ կարող է այս հոդվածը հանեն, 18-րդ հոդվածը, որտեղ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, սա մեր սահմանադրությունից է։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Ես չեմ ասում, թե մենք պետքա մեր երկրում ունենանք պետական կրոն, ասենք լուսավորչական քրիստոնեության կամ հայ առաքելական եկեղեցու տեսքով։ Ես դրա մասին չեմ խոսում։ Ես ասում այս հոդվածին, երբ որ կմոտենաք, որպեսզի այս հոդվածը քանդեք, վերացնեք, Եվ մեկնաբանեք, որ վենետիկյան հանձնաժողովը չունի։ Հիշեք, որ մենք գիտենք, որ արևմտյան աշխարհում կան մի քանի երկրներ, Զարգացած երկրներ, ովքեր ունեն պետական կրոն։ Մենք չունենք պետական կրոն։ Մենք դա չունենք։ Բայց խնդրում եմ, իմացեք, որ մենք գիտենք արդեն։ Հիմա ժողովուրդն էլ գիտի արդեն։ Եվ այստեղ մի հետաքրքիր էլի հոդված 13 Հունաստանի սահմանադրությունից։ Կրոնական գիտակցության ազատությունն անձեռնմխելի է։ Անձնական եւ քաղաքական իրավունքներից օգտվելը կախված չէ մարդու կրոնական համազմունքներից։ Բայց յուրաքանչյուր հայտնի կրոն ազատ է եւ նրա կրոնական ծեսերի կատարումն իրականացվում է անարգել օրենքի պաշտպանության ներքո։ Այն կրոնական ծեսերի անցկացումը, որոնք վիրավորական են, խախտում են հասարակական կարգը կամ բարոյական չափանիշները, չեն թույլատրվում։ Ուշադրություն, արգելվում է դավանափոխությունը։ Պրոզելիտիզմ։ Արգելվում է դավանափոխությունը։ Այսինքն, եթե որևիցե մի եկեղեցական կամ մի կրոնի հետևորդ գնա եւ համոզելով փորձի մարդուն դավանափոխ անել, սա սահմանադրությամբ Հունաստանում արգելված է։ Դու ներկայացնում ես քո եկեղեցին օրենքը չխախտելով, եթե մարդիկ քո եկեղեցում հետաքրքրություն են գտնում, կգան քեզ մոտ, կուզեն ընդունվել քո շարքերում, դառնալ քեզ ձեզանից մեկը, ընդունեք, հարց չկա, բայց գնալ եւ մարդուն հոգեվորսություն անել, համոզել, գայթակղել, առանձին օրենքի մեջ կետ կա, ոչ սահմանադրության մեջ, բայց օրենքի մեջ կետ կա, որ մարդու վշտի ժամանակ, անկումի ժամանակ արգելված է մարդուն գնալ եւ քարոզել քո կրոնը։ Երբ ավելի խոցելի է։ Որովհետեւ այդ շրջանում մարդը հոգեբանորեն ավելի խոցելի է եւ ավելի հեշտ դյուրահավատ եւ այսպես ձևով կարա դավանափոխ լինի կամ ինչ որ մի դավանանքի սկսի հետևել։ Սա հետաքրքիր նրբություններ է, որ Հունաստանում այս օրվա դրությամբ կա։ Բոլոր հայտնի կրոնների սպասավորները գտնվում են պետության նույն վերահսկողության երգո եւ կրկնում են նույն պարտավորությունը, ինչ գերիշխող կրոնի սպասավորները։ Այսինքն գտնում է, որ հավասարություն կա, բայց կա նաեւ գերիշխող կրոն։ Եվ այսպես եւս մի կտոր ընդամենը նախագահի երթումը, որ նախագահի երթումը ենթադրում է քրիստոնեական երթում։ Սա ինքնին արդեն հուշում է, ենթադրում է, որ նախագահը պետք է լինի։ Երթվում եմ Սուրբ միասնական հոդված 30-րդն է, 33-րդ սահմանադրություն։ Երթվում եմ Սուրբ միասնական եւ անբաժանելի երրորդության անունով պահպանել սահմանադրությունը եւ օրենքները, ապահովել դրանց բարեխիղճ կատարումը, պաշտպանել ազգային անկախությունն ու երկրի ամբողջականությունը, պաշտպանել հույների իրավունքներն ու ազատությունները եւ ծառայել հույն ժողովրդի ընդհանուր շահերին ու առաջընթացին։ Թեմայից չշեղվելով այնուամենայնիվ ասեմ, որ Հունաստանի սահմանադրության մեջ առանձին ձևակերպում կա հույներ եւ առանձին ձևակերպում կա Հունաստանի քաղաքացիներ։ Հույները մի տեսակ ավելի հանրերս ձևակերպումներում արտոնյալ են հանդես գալիս։ Ազգայնական է, թե ազգայնական չէ հիմա դա։ Բուն ազգայնականություն բառը չկա, բայց այստեղ ուշադիր էթնիկ ազգայնականության հստակ ընդգծվածություն կա, էթնիկ ազգայնականության եւ կրոնական ազգայնականության հստակ ընդգծվածություն կա։ Անպայման չի դրա մասին ասվել։ Կրկնեմ, եթե դա տենց է։ Մենք չենք ասում Հայաստանում սա ենք ուզում անենք, բայց մենք ուզում ենք ասենք, որ երբ որ կգաք եւ կասեք արևմտյան արժեքներ, այս ամեն ինչը եւս մտնում է արևմտյան արժեքների մեջ, ու այս ամեն ինչի նկատմամբ տոլերանտությունը եւս մտնում է արևմտյան արժեքների մեջ, որովհետեւ արևմուտքը հանդուրժում է մարդու ինդիվիդուալիզմը եւ երկրների ինդիվիդուալիզմը։ Այսինքն երկրները նույնպես ունեն դիմագիծ, ունեն յուրահատկություն, առանձնահատկություն։ Եվ եթե մի երկիր
իր սահմանադրի միջոցով, այն է ժողովրդի միջոցով, որոշել է ինչ որ կերպ ապրել, չխախտելով ընդհանուր համակեցության նորմերն ու կանոնները, ապա քավլիցի թող նա այդպես էլ ապրի։ Եվ չկա ինչ որ ընդհանուր ստանդարտ, որ այ բոլորը պիտի այս ստանդարտով ապրեն, ինչ վերաբերում է մարդկանց ինքնագիտակցությանը, ինքնությանը, մշակույթին, չգիտեմ, դավանանքին եւ այլն։ Կան ընդհանուր սկզբունքներ, խղճի դավանանքի ազատություն։ Այստեղ Հայկը ասեց, որ Հունաստանի նախագահի երթման տեքստը ենթադրում է, որ ինքը պետքա լինի քրիստոնյա, ասեմ, որ Հայաստանում էլ այդ հարցը մի այլ ձև է լուծվել, այսինքն նախագահը երթում տալուց ձեռքը դնում է Աստվածաշնչի վրա, եւ սահմանադրության, այսինքն այս հարցը մեր մոտ մի քիչ այլ տարբերակով է լուծված, բայց կա, հա։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն 10-րդ մասը։ Որպես հանրապետություն առաջին անգամ հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանությունը եւ կազմավորվում է հայկական ԽՍՀ-ն։ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանը համալրում է խորհրդային միության հանրապետությունների շարքը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության համար պայքարի շնորհիվ առանձնանում է խորհրդային միությունից հռչակվելով ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն։ Այսօրվա գործող Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է, որը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, որը ասում է, որ հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարտկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ես այդտեղ միանգամից արդեն սրա մասին մի ուրիշ առիթով ասել եմ, ես այդտեղ ուշադրությունս կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ ուրեմն նախնիների սուրբ պատգամի մասին խոսում ենք, սերունդների անվտանգության մասին խոսում ենք, բայց գործող սերունդների մեր մասին ոչ մի խոսք, կամ այդ օրերին այդ գրողների մասին ոչ մի խոսք։ Այսինքն ցանկացած սերունդ գալիս է այս սահմանադրությունը, այս նախաբանը կարդում, հա, ու դա իրեն չի վերաբերում, այսինքն ոչ թե չի վերաբերում, ինքը տեղ անտեսված է։ Ինչ անում ենք երեխեքի համար ենք անում, եւ ինչ անում ենք նախնիների սուրբ պատգամից է բխում, բայց գործող ապրող սերունդը անտեսված է։ Այդպիսի բան հիմնականում, գրեթե չկա, հիմնականում մեզ եւ մեր սերունդների։ Ինչ խոսում են եւ նախնիների մասին, եւ ապրողների մասին, եւ սերունդների մասին։ Բայց եկեք հռչակագրին անդրադառնանք, որտեղ այդտեղ հղում է արվում հռչակագրին, դա լավ վիճելի կողմն է, էլի այսօրվա քաղաքական օրակարգի։ Տեսեք, ուրեմն Հայաստանի սահմանադրության մեջ հղում է արվում անկախության հռչակագրին, որի հետ որ հիմա խնդիր ունի մեր հարևանը։ Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է երկու անկախության հռչակագիր, որոնցից մեկը չի կոչվում անկախության հռչակագիր, կոչվում է հայտարարություն, որը ընդունվել է 1918 թվականին, իսկ երկրորդը ընդունվել է 1990 թվականին, ինչու է հղում արվում երկրորդ անկախության հռչակագրին, որը 90 թվականին է ընդունվել, այլ ոչ հենց առաջինին, որը 18 թվականին է, որովհետև եթե հղում արվեր 18 թվականին, կստացվեր պետականության շարունակություն, բայց հղում է արվում 90 թվականին ընդունված հռչակագրի վրա։ Հա, բայց ինչի՞ց է տենց։ Ինչքանը որ ես գիտեմ, 18 թվականին հռչակված եւ հաստատված հանրապետությունը ենթադրվում է, իբրև թե սա պատճառաբանություն է, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով, որը վավերական պայմանագիր չի, ինչի որտեղ նախ Թուրքիան ճանաչված չէր, երկրորդ հայկական պատվիրակությունը, ուրեմն այդ նույն օրը իշխանափոխությունա տեղի ունենում Հայաստանում եւ վավերացում չի անցել ոչ անկախ Հայաստանի, ոչ էլ սովետական Հայաստանի կողմից չի վավերացվել այդ պայմանագիրը։ Մի խոսքով իբրև թե Ալեքսանդրապոլի պայմանագրից խուսափելու համար,
որպես ժառանգություն, այսինքն այդ պայմանագիրը չգա կպնի մեզ։ Այնինչ ըստ էության դրանով դու Սևրից ես հրաժարվում, ես այդպես եմ կարծում, որ ոչ թե Ալեքսանդրապոլից ենք վախենում, այլ ինչ որ ստվերային հետին մտքով Սևրի պայմանագրից, Վիլսոնի իրավարար վճռից, այսպես վազն անցնելու համար, խուսափելու համար, որոշել են, որ այդ առաջին հանրապետությունը, ընդհանրապես հանրապետության սկիզբը թողնենք մի կողմ, նույնիսկ սովետական ժառանգությունը թողնենք մի կողմ, գան կանգնենք, չգիտեմ, 90 թվականից ինչ որ նոր ստեղծվող պետականության վրա։ Համենայնպես էսի քննարկելու բան է, այսինքն սա այնպես չի, որ արձանա դրած միանշանակ պետք է ընդունենք։ Արգիշտի սեպագիրով գրելա ու վերջ։ Չէ, էսի քննարկելու վերցնել դնելու հարց է։ Ինչ ենք ուզում այսօր ասել։ Ինչի ենք այսքան երկար խոսում ու ինչի ենք կարդում տարբեր երկրների սահմանադրությունների սկզբնամասեր, պրեամբուլաներ, հա, ու հոդվածներ։ Առաջ սկզբում ասեցինք, բայց հիմա ավելի հասկանալի կլինի, էլի։ Ես սկսեմ, դուք ավարտեք, էլի, խնդրում եմ։ Ես միշտ ասել եմ, միշտ տենց է լինում, որ Հայաստանի մասին խոսելիս միշտ Հայաստանը դիտարկում են տարածաշրջանում կամ հարևաններով։ Աշխարհից կտրում են։ Հայաստանը երբեք ու ոչ մի անգամ չի կարելի դիտարկել աշխարհից զատ։ Հայաստանը միշտ պետքա դիտարկվի Հայաստանի մասին խոսալուց, էլի, համաշխարհային համատեքստում, կոնտեքստում։ Այսօր դրա մասին էր, այսինքն մենք օրինակներ ենք բերում, ինչա կատարվում։ Մենք չենք քարոզում, որ դառնանք Հունաստանի նման, մենք չենք ուզում դառնանք Իտալիայի նման, Ճապոնիայի նման առավել եւս, հա, Թուրքիա դե չենք դառնա ու չենք դառնա։ Այսինքն մեր ասածը ընդամենը մեկն էր։ Նու դիտողներն էլ են մեր դիմում, որ կան օրինակներ, կան ձևեր, որոնք որ աշխատում են այսօր քաղաքակիրթ աշխարհում, քաղաքակիրթ զարգացած երկրներ, որոնք ունեն սահմանադրության մեջ ամրագրված կրոնի մասին հոդվածներ, ազգայնականության մասին հոդվածներ ունեն, աշխատանքի մասին ունեն, հա, որ պետք է կրթություն անպայման գնա։ Ճապոնիան ունի պաշտպանվելու, չպաշտպանվելու մասին։ Նրանք իզգոյ երկրներ չեն, ինչ որ իզոլացված։ Այո, այս էր ամբողջ ասածս, այսինքն իմ խոսքը սա է։ Իմ կարծիքով Հայաստանում այսօր ունենք քննադատական մտածողության դեֆիցիտ, որը տեղեկատվության պակաս է։ Իմ կարծիքով մենք հիմա լրացնում ենք այդ տեղեկատվությունը, տալով որոշակի ինֆորմացիա, որը կբերի մարդկանց մոտ քննադատական մտածողության զարգացմանը եւ հերթական անգամ որևէ մի բան, մի օրենք լինի սահմանադրություն նոր քննարկելուց, մարդիկ մի քիչ ավելի քննադատաբար կմոտենան, լինելով ավելի տեղեկացված, իմ կարծիքով։ Օրինակ ես շատ եմ հանդիպում այդ խոսույթին, որ մենք ինչով ենք աշխարհին հետաքրքիր, ինչ անենք, որ հետաքրքիր լինենք աշխարհին առհասարակ, չգիտեմ, հանք չունենք կամ ունենք, հանածո ունենք, էս ունենք, կամ մեկի արբանյա կդառնանք, մյուսի վրա ճնշում գործադրվի մեր ձևով, մենք ընդհանրապես պետք է հասկանանք մենք ինչով ենք իրար մեկս մյուսին հետաքրքիր։ Մեր ինքնորոշումը ո՞րն է, մեր առանձնահատկությունները, մենք նախ մեզ պետք է սիրենք, հետո նոր աշխարհը մեզ սիրի։ Իսկ սրանք այն զգայուն թեմաներն էին, որոնց շուրջ հենց սկսում ենք խոսել, անմիջապես մի մահակ գալիս է, դուք գիտեք քաղաքակիրթ աշխարհում սենց չի, դուք գիտեք խաղաղությունը սենց բանոզում։ Մենք նախ մի հատ ներսում մենք հասկանանք ինչ ենք ուզում, որն է մեր առանձնահատկությունները, ինչն ենք ուզում պահպանել ու փոխանցել հետոին։ Ես կարծում եմ մեր խոսակցությունը դրա մասին է, մտ աշխարհի փորձն ենք նայում, տեսնենք ինչ կա, չկա։ Մեր համն ու հոտը հասկանանք, հետո աշխարհը մեզ կսիրի, հաստատ կսիրի։ Հետո ի վերջո ցանկացած բանին այո ոչ ասելուց պետք է համեմատենք, իմանանք աշխարհում вообще ինչ կա եւ այս ինչին ենք մենք այո ոչ ասում։ Սրանից զատ ուրիշ ինչ կա աշխարհում։ Իսկ դրա համար այս նախաձեռնությունը իդեալական բան է, որ մենք աշխարհի տարբեր սահմանադրության յուրահատուկ կետերը քննարկենք, վակուումի մեջ չմտածենք ինչին ենք ասում այո, ինչին ենք ասում ոչ։ Ոչ ուղղակի տեքստը կարդանք այո ոչ ասենք այդ տեքստին, այլ իմանանք որ այո, մենք իմանանք ինչ կա աշխարհում вообще, կասենք սա այոյի արժանի է, թե այոյի արժանի չի։ Ես էլ կասեմ ուզում եմ քաղաքական խոսք ձեռք բերենք, մի քիչ սխալներով ենք խոսում, մի քիչ ռուսերեն բառեր ենք օգտագործում, մի քիչ կմկմում ենք, մի քիչ սայթակում ենք, բայց ես ուզում եմ այդ ձևական կողմը, տեխնիկական կողմը հարցի մի կողմ դրած քաղաքական խոսք բերել, նախ ինքներս մեր կենցաղ, մեր գլուխներ, մեր միջավայր քաղաքական խոսք բերել եւ հետո մեր հայրենակիցների միջավայր, մեր հանրապետական լսարան քաղաքական խոսք բերել։
ու ինձ թվում է այսօր դա ինչ որ չափով ստացվեց։ Շարունակությունը լինելու է։ Անպայման։ Ну թերևս այսքանը։ Շնորհակալություն։ Կհանդիպենք անպայման։ Կհանդիպենք։ Իսկապես անակնկալ էր, չէ՞։ Հիմա հասկացաք, թե որքան է կարևոր ձեր կարծիքը, ձեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Այս կետից է սկսվում պետականաշինությունը։ Սա այն կարևոր փաստաթուղթն է, որը ներկայացնում է ցանկացած պետության շահերն ու նկրտումները։ Գրեք ձեր կարծիքները, դիտարկումները, անհամբեր սպասում եմ բարեկամներ։ Հաջորդ թողարկման ընթացքում կխոսեմ անհատի եւ անհատականության մասին բարեկամներ։ Կներկայացնեմ անհատի կարևորությունը պետականաշինության գործընթացում եւ իհարկե կփորձեմ տալ եւս մեկ շատ կարևոր հարցի պատասխան, թե ինչու են հայերը խաբում հայերին։ Բոլոր բարձրացված թեմաները մեկը մյուսի հետ փոխկապակցված են անտեսանելի բովանդակությամբ եւ գործողություններով։ Այն մարդիկ, ովքեր կցանկանան բարեկամներ ֆինանսապես աջակցել մեզ, բոլոր տեղեկությունները կտեղադրեմ թողարկման նկարագրության մեջ եւ մեկնաբանությունների բաժնում։ Բաժանորդագրվեք մեր AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքին։ Մեկնաբանեք, գրեք ձեր դիտարկումները, տարածեք, կիսվեք մեր տեսանյութերով։ Սա կլինի ձեր ամենամեծ ներդրումը մեր գործում։ Մինչ հաջորդ 3 շաբթի։